փոշոտումը կատարվել է։ Խոշորները երևում են, տեսեք, քանակով շատ է, գերազանցում այս մանրներին։ Մայիսի մեջ էլ կա պտղավիժում, որ այս խոշորների մի մասն էլ է թափվում օրինակ։ Գյուղատնտեսական տարին մեկնարկել է նախնական կանխատեսումներով այս տարի բերքն առատ կլինի, միայն թե բնության դեպքում հստակություն չկա։ Ռաֆայել Աբրահամյանը բացատրում է, այգեգործությունը միայն որպես բիզնես դիտարկելը սխալ մոտեցում է, հատկապես երբ ռիսկերն են հաշվում։ Երկար տարիներ զբաղվում եմ այս այգեգործությամբ, կոնկրետ հորիցս է մնացել այդ ամեն ինչը։ Այդ սերը տարիների ընթացքում ավելի մեծացել է, օրինակ ես շատ եմ սիրում այս Ծիրանի այգին, չեմ պատկերացնում էլի առանց սրա։ Իմ մեծ մասը ուսումել եմ ստացել, բայց չեմ պատկերացնում, զբաղվել եմ սրանով ու սրանով առաջ եմ գնում։ Ծիրան, սալոր, դեղց եւ թութ մրգատու ծառերի տեսականին տարեց տարի ավելացրել, հիմա արդեն եկամուտ է ակնկալում։ Գյուղատնտեսական ապահովագրությունն այս դեպքում լավագույն աջակցությունը կլիներ, բայց առաջարկվող պայմանները Ռաֆայելի դեպքում այնքան էլ ձեռնտու չեն։ Նույնիսկ ամենաշահավետ ապահովագրական պայմանագրի կնքման դեպքում ասել, որ օրինակ ծիրանը կարելի է ապահովագրել բոլոր հավանական ռիսկերից դժվար է։ Կնքել ենք ապահովագրության պայմանագիր, օրինակ մի տարի եղել է, որ փոխհատուցել են, ինչու՞ չէ որ օգտվել եմ։ Մեր դիրքը այնպես է, որ ռիսկերը մի քիչ է այստեղ, համեմատած մեր գյուղի ներքևի մասի։ Ծիրանի, Խաղողի, Դեղցի համար օրինակ 2025 թվականին ապահովագրություն նախատեսված է կարկտահարության եւ հրդեհի ռիսկից, իսկ իրականում ռիսկերը շատ ավելի են։ Ժողովուրդ, գյուղացու համար հեշտ չի, կողքից նայելն է միայն հեշտ, որտեվ այդ ապրումներ, մենակ մշակելը չի, այդ ապրումները մենակ հերիք է, բերքի հենց սկզբից մշակությունից, այդ սնկային հիվանդություններից միջև բնությունից կախված բնությունի այդ արհավիրքները, օրինակ ես անցած տարի հավաքեցի, բերքահավաքը ճիշտ կազմակերպեցի, ուժգին քամիների պատճառով բերքս խաշվեց։ Հարություն Մխիթարյանն իր այգին կորիզից է հիմնել, ամեն ծառ ու թուփ սեփական ձեռքով աճեցրել։ Ապահովագրությունը լավ տարբերակ է, միայն թե չի հասկանում, ինչ տրամաբանությամբ են իրականացնում։ 2023-ին կնքել են պայմանագիր, նախորդ տարի ոչ, այս տարի էլ դեռ ոչ մի լուր չկա։ Ապահովագրման կազմակերպությունները չեն եկել ներկապահով։ Եթե գան խնդիր չկա, ես մեծ սիրով կապահովագրեմ։ Կարկուտից թեպետ ասենք արդեն սրտահարությունը վտանգը անցել է, բայց ասենք կարկուտի, ուժեղ քամիների, ամեն ինչի բանը կա էլի, վտանգը, հատկապես կարկուտի վտանգը կա։ Մի փոքր ուշացած, բայց կառավարությունը մարտի 13-ի նիստում հաստատեց գյուղատնտեսական ապահովագրության այս տարվա ծրագիրը։ Նախորդ տարի վերաապահովագրողի հեռանալուց հետո կառավարությունն է ստանձնել վերաապահովագրողի դերակատարումը։ Նախագծով նաև առաջարկում ենք շատ մեծ աջակցություն նաև գյուղացիական տնտեսությունների, ոչ միայն ապահովագրական ընկերությունների, մասնավորապես նախկինում ապահովագրավճարի 50-ից 60% էր փոխհատուցվում, հիմա առաջարկում ենք 70-ից 80% սուբսիդավորում։ Արդյոք ներդրված ապահովագրական համակարգը կարելի է կայացած համարել։ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը համոզված է, այս ձևաչափով ապահովագրությունն ի սկզբանե դատապարտված էր։ Խնդիրը դրված էր ոչ թե ծախսերի փոխհատուցման խնդիրը, այլ ընդհանուր բերքի կորստի ապահովագրական համակարգի ներդրման խնդիրն էր դրված եւ դրվեց որպես այդպիսին փչիկա դնեն, որ այդ ձև ասենք, որ տեսեք ինչ որ մի լավ բան իբրև թարել են գյուղատնտեսության ոլորտում, կրկնում դրեցին ծախսերի ապահովագրման համակարգը։ Ոչ թե վնասի, այլև ծախսի փոխհատուցումն ապահովագրություն չէ, ասում է զրուցակիցս, բայց գոնե որոշակի օգուտ կար։ 2024-ին դա էլ չեղավ։ Իբրև թե ծախսերը գերազանցեց, վերապահովագրողները հրաժարվեցին, պետությունն էլ որպես այդպիսի, ասում ձեռքերը սրբեց, քաշվեց մի կողմ։ 2025 թվականի ծրագիրը եւս բազմաթիվ խնդիրներ ունի, ասում է զրուցակիցս ու զարմանում, ինչպես կարելի է մի ծրագիր ավելի քան 5 տարի կիրառել եւ դեռևս համարել փորձնական։ Աբսուրդ է։ Այսինքն օրինակը ես բերեմ, օրինակ Շիրակի մարզում ցորենը, մշակաբույսը հիմնականում ապահովագրվում է երաշտից։ Գիտեք, երաշտը ամեն տարի որ
չէ, լինում է 10 տարի, 7 տարին մեկ ու ամենախնդիրը Շիրակի մարզում կարկտահարությունն է եւ փոխարենը կարկտահարությունից, հրդեհից ապահովագրեն երաշտից։ Հակակարկտային ճիշտ պաշտպանությունից է պետք սկսել, ինչպես որ 2015-ին մշակված ծրագրում էր, ասում է Հարությունյանը։ Ծախսի փոխհատուցման տրամաբանությամբ այս համակարգը միշտ էլ փորձնական է մնալու, իսկ կառավարությունում մոռանում են պարենային անվտանգության մասին։ Բերքը կորցրած գյուղացին չի կարող բերք ապահովել նաև քաղաքացուն։ Արևիկ Սարդարյան, Բեն Անտոնյան, Արմալուր։